պլանը նկատի չունենք, այլ պլանը։ Սամվել Կարապետյանն այսօր ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։ Սյուր է հնչում, այդպես չէ։ Այո, դժվար է ժողովրդավարական երկրում մտնել ընտրապայքարի մեջ, ուժեղի պոզա ընդունել, այդ պոզայում նստած վատ հայերենով, անվարժ խոսքով դատողություններ անել Հայաստանի ներկայի և ապագայի վերաբերյալ, գիտակցելով, որ ապահովագրված չես ժամանակակից տեխնոլոգիաների մեծագույն նվաճումով, խոսքդ մոնտաժելու հնարավորությամբ։ Բայց Սամվել Կալուգացին որոշել էր ռիսկի դիմել, ճիշտ այնպես, ինչպես որ ռիսկի է դիմել ու մտել է պայքարի մեջ մի երկրում, որտեղ առնվազն 2018 թվականից օտար պետությունների ղեկավարները չեն որոշում, ով է լինելու Հայաստանի հաջորդ ղեկավարը, մոնտաժելով ընտրությունների արդյունքներն ըստ իրենց ճաշակի, եւ որտեղ այս կամ այն գործչի վարչապետ դառնալու ռիսկայնությունը չափվում է մեկ չափիչով, ժողովրդի քվեով։ Չգիտենք ասուլիսից առաջ ինչ էր ընդունել Սամվել Կարապետյանն, արդյոք հալյուցինոգեն միջոցներ, ասենք Չինաստանից բերված սնկի, Մեքսիկայից բերված կակաչի սերմի կամ Քենիայից բերված փշի տեսքով, բայց հարցերին պատասխանելիս կարծես հալյուցինացիայի ցնորքի մեջ էր։ Այո, պետք է ցնորքի բանդագուշանքի մեջ լինել, հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր իր վերջին նիստն է անցկացրել, որ ինքը Հայաստանի հաջորդ վարչապետն է լինելու, այն դեպքում, երբ նույնիսկ իր իսկ փողերով ստեղծված կազմակերպության ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակում իր անունը որպես падգամավորի եւ պոտենցիալ վարչապետի թեկնածու չկա։ Նյետ, նիխտ։ Քանի որ Հայաստանի սահմանադրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիություն ունեցողներին հավակնել падգամավորի եւ վարչապետի պաշտոնին։ Իսկ ինքը Հայաստանից բացի նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություն ունի, ու թեև պնդում է, որ դրանցից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց դա վկայող բարաթը, ապացույցը համապատասխան դիմումի կամ այլ ձևով ցույց չի տալիս իր ընտրողներին։ Երևի առաջնորդվում է այն կանխավարկածով, որ նրանք էլ հալբատ իրպես սունկ կամ սերմ կերած կլինեն, իրականությունից կտրված, չեն խորանա թեմայի մեջ, իրենց զգալով զուգահեռ իրականությունում, որտեղ ցարն ու բոգը Սամվել Կալուգցին է ջհանդամ, թե գրպաններում պահում է այլ երկրների քաղաքացիությունն ապացուցող պասպորտներ։ Հալյուցինացիայի թեմայի շրջանակում եւս մի հարց է ծագում։ Ինչ քանակի սունկ, փուշ կամ սերմ պետք է կերած լինես, որ նույնիսկ ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած քեզ մի ոտ շուտ հռչակես Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ։ Պաշտոն, որին հավակնելիս պետք է քեզ առնվազն նեղություն տաս ու ոտքերդ պարզես ժողովրդի քվեով ձևավորված յորղանի չափով, ոչ թե ընկնես երազների գիրկը, մոռանալով երազախաբության դաժան հետևանքների մասին։ Քաղաքական զրո կապիտալով, կառավարչական առումով դիլետանտ թիմով եւ կարեկցանք հարուցող PR արշավով պայքարի մեջ մտած Սամո Զվանյեցը մեր տպավորությամբ, այսպես ասած, թունելային մտածողության կրող է նաեւ։ Թունելային մտածողությունը կամ ռիգիդությունը կոգնիտիվ խեղաթյուրման ձև է, երբ մարդը պատրաստ չէ գործել պլանից դուրս։ Պլանը նկատի չունենք, այլ պլանը։ Ռիգիդ մարդը ոչ ինքնուրույն ստեղծված, այլ հավաստի աղբյուրներից վերցրած կարծրատիպերի, գաղափարների, համոզմունքների պատանտն է։ Այդ մասին է վկայում այն, որ ռուսաստանցի գործարարը ոչ մի կերպ չի պատկերացնում այլ տարբերակ, քան իր վարչապետ դառնալը։ Նման անհիմն համոզվածություն երևի Պուտինն է ներշնչել, առաջնորդվելով այն կանխավարկածով, որ Հայաստանի քաղաքացին շուն շանգյալ է, բոշա, շալվար չունեցող, կգայթակղվի փողով, շալվար ունենալու շանսով, քեբաբ, կոլա, պերաշկիով, կլսի 300,000 աշխատատեղերի մասին գեղեցիկ հեքիաթը, կհաբեկվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին լկտի ստից ու ցեյտնոտի մեջ ընկած կգնա ու գլխիկոր կընտրի ուժեղ Սամվելին։ Այն Սամվելին, որը պլան B չունի, բայց Հայաստանի ապագայի վերաբերյալ տագնապ հարուցող պլաններ ունի։ Իդեպ ասուլիսի սկզբում Կարապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երբ ազգային ժողովում ելույթ է ունենում,
հալյուցինոգեն սունկ է օգտագործում։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության ամբիոն, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Իսկ ասուլիսի կեսից արդեն, երբ վարչապետն արձագանքել էր սնկի մասին Տաշիր Սամոյի բլթոցին, խոստանալով դատի տալ ու իրավական առումով 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնել կալուգացի օլիգարխին, վերջինս հանկարծ որոշեց զատնի դնել։ Թե ես ասեցի, որ ինֆորմացիա ունեմ, ես չասեցի հաստատ Նիկոլ Փաշինյանը սունկ է, ես ասեցի տենց ինֆորմացիա ունեմ։ Դե իսկ մենք էլ ինֆորմացիա ունենք, որ սնկի մասին ինֆորմացիան տված նույն աղբյուրն է իր մոտ կանչել Սամվել Կալուգացուն ու հավատացրել, որ ինքը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Նման անհավատալի ինֆորմացիային հավատացնելու համար ստիպելով զակուսկա անել ցնորք հարուցող սնկերի տեսականիով։ Եկեք սունկ փորձենք, ասում են սա ցնորք հարուցող չէ, այլ ընդհակառակը։ Սթափեցնող սունկ։ Բարի վայելում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար